գաղափարը, ինչ եք ուզում փոխանցել։ Գաղափարը հրաժեշտի ցուցահանդեսը, որը հրաժեշտ է տալիս իմ մանկավարժական գործունեությանը։ Քանդակությունը սա արդեն մի կյանքի նպատակն է, քանդակությանը հրաժեշտ չեմ տալիս։ Քանդակությունը կարող է լավված, որ բարի հաճախ եւ երկու ողջ տա եւ քանդակելու շնորհքը տրել է երկու ոտքեր տա եւ քանդակելու են հաստա քանդակագործությանը չի կարելի մանկավարժությանը ամեն գործը կարելի է Պարոն Հակոբյան, իսկ այսօրվա երիտասարդությունը հետաքրքրված է քանդակագործությամբ։ Հա, իհարկե, բայց ամենաշխարհի ամենաանմահության գրավականը քանդակագործությունը, քանդակագործությունն է անմահություն բերում մարդկանց։ Քանդարած քանդակի մարդը կորում է, քանդակի պատմությունը կորում է, քանդակագործությունը էքստրեմալ գործ չի, քանդակագործությունը բազմակողմանի իդեաներ է, գիտություն է, իմաստություն է, երգ է, պար է, գրականություն է, պոեզիա է, ամեն ինչ է քանդակագործությունը։ Քանդակագործության մասին նույնիսկ ավելացրել է քանդակագործության մասին։ Ասել է, որ բժշկությունից հետո ամենակատարյալ աշխատանքը, ամենակատարյալ գիտությունը քանդակագործությունն է։ Եթե բժշկությունը եւ արտադրող իմաստուն Դիմե քանդակագործությունը քանդակագործը քանդակի որ դու կանմանա Արան քանդակագործության մարդ գործում է քանդակագործությունը է եղել անտիկայի մինչև այսօր Մի փոքր կպատմեք ցուցահանդեսի մասին, ինչ մեսիջ ունի այն։ Ցուցահանդեսը տենց առանձնահատուկ մեսիջ ունի, ուղղակի Տարել Հակոբյանի ցուցահանդեսը վերջի անհատական ցուցահանդեսը մոտ 40-45 տարի առաջ է եղել։ Ու կարծես այսպես ինքը իր դասախոսական գործունեությունն էլ ավարտում այս ցուցահանդեսով ու ոնց որ իր տեղը զիջում է երիտասարդ սերնդին։ Այո, այս ցուցահանդեսը այդ նպատակ ունի ոնց որ վերջին ավարտական որոշակի ուսանողներին է, հիմնական մեսիջը ուսանողներին է ուղղված այդ ճանապարհը տեսնելու, ընկալելու, սովորելու, թե ինչ ուղիով է քանդակագործը անցը, որով որ կարա եւ ուսանելի լինի բոլոր երիտասարդ սկսնակ քանդակագործների համար։ Իսկ սկսնակ քանդակագործները ընդհանրապես հետաքրքրված են ցուցահանդեսներով այսօր։ Կարծում եմ, ովքեր որ ընտրել են իրենց ճանապարհը, քանդակագործության ճանապարհը, բնական է հետաքրքրված են որոշակի։ Ուրիշ բան կարող ասեմ հասարակության մեջ այդքան հետաքրքրությունը շատ ակտիվ չի, վերջի տարիների 30 տարի, 20 տարվա կտրվածքով եմ ասում։ Այդ պատճառով միգուցե այդպես այդքան հետաքրքրություն չկա արվեստի ընդհանրապես։ Իսկ ինչից է դա գալիս, որ արվեստի շուրջ հետաքրքրությունը մարել է։ Ինձ համար մի քիչ դժվար կլինի պատասխանել, նո միայն Հայաստանում չի այդպես, ամբողջ աշխարհում է այդպես ընդհանուր առմամբ արվեստի հանդեպ մի քիչ վերաբերմունքը ուրիշ է, դա երևի կախված է այս IT տեխնոլոգիաների զարգացման հետ, կյանքի ռիթմի արագացման հետ, միգուցե տրանսֆորմացիաների որոշակի դժվար է ասել հստակ։ Եվ վերջին տարի Հակոբյանի այս ցուցահանդեսը ինչ դեր կունենա հայկական մշակույթում։ Ես կասեմ, որ պետք է այս ցուցահանդեսով հետաքրքրվեն առաջին հերթին արվեստաբանները եւ սկսնակ եւ թեկուզ ոչ գործարու արվեստաբանները, որտեղ այստեղ հետազոտելու, հետաքննելու ահռելի նյութ կա, որը կարելի է եւ որտեղ մեզ մոտ մեր հասարակության մեջ այնպես է, որ միշտ այս արտահայտությունը շատ են օգտագործում գնամերի այսիրեն ճակերտների մեջ, բայց երբ որ մարդը կենդանի գոյություն ունի, ցանկալի է, որ իր կենդանության օրոք
գնահատեն, հետազոտեն, որ հետո այնպես չլինի, որ անցնի տարիներ, հետո ասեն, վայ, մենք այսպիսի արվեստագետ ունենք, այլ այնպիսի արվեստագետ ունենք։